2025 թվականի նոյեմբերի 13-ից ապօրինի կերպով ձերբակալվել եւ հետագայում կալանավորվել են Իմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ քաղաքական բանտարկյալներ Նահագ Սամսոնյանը եւ Վազգեն Սահաթելյանը։ Դրան գումարած իշխող ռեժիմը մենք տեսնում ենք, որ շարունակում է բռնաճնշումները իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, նաեւ հայ առաքելական եկեղեցու նկատմամբ եւ ընդհանուր վերջերս հրապարակվեց 10 տիրադավների եւ ազգագործան պատուասի համատեղ հայտարարությունը, այսպես կոչված բարենորոգումների համատեքստում։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ Հայաստանը ես եմ նախաձեռնության հիմնադիր Նայիրի Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես նշեցի, որ ձերբակալված եւ կալանավորված են Իմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նահագ Սամսոնյանը, Վազգեն Սահաթելյանը եւ դրան գումարած նշեցի նաեւ, որ շարունակվում է այդ բռնաճնշումների քաղաքականությունը, որը որ որդեգրել է գործող ռեժիմը իր քաղաքական անդիմախոսների նկատմամբ։ Ինչ կանխատեսումներ այս համատեքստում կարող եք անել, արդյոք նախընտրական շրջափուլում այս ճնշումները կավելանան, թե կթուլանան։ Նախ եկեք օգտվելով արդից այդ բացումից համբերություն մաղթենք Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին եւ շուտապույտ ազատում նրանց մաղթենք, որը 2026 թվականի մեկնարկի ժամանակ թող լինի Հայաստանի քաղաքական դաշտի ամենաբարի լուրը։ Իսկ շարունակելով մինչև ընտրություններ ինչ կանի իշխող ռեժիմը, բնականաբար շարունակաբար իրականացնելու է գնահատումներ, իրենց, այսպես ասած, ամբողջ ճանապարհային քարտեզից ձախողման ցանկացած ռիսկայնություն հաշվի առնելու ըստ այդմ որոշում է կայացնելու ձերբակալությունները ավելացնի թե նվազեցնի։ Բայց մի որոշակի լավատեսություն ունեմ, այդ թվում միջազգային այդպես դիտորդական առաքելության հույս ունեմ, որ արդարությունը կվերականգնվի եւ նվազագույն հայտարարությունների մակարդակում պետք է որ ընտրությունների մոտեցմանը զուգընթաց քաղաքաբանտարկյալների թվականակը նվազի, բռնաճնշումները աստիճանաբար նվազեն։ Մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, այո, գործողությունները ցույց են տալիս, որ կարող են ավելանան, ամենայն դեպս կայ հավանականությունները եւ ռիսկը, բայց կարծում եմ պաշտոնապես քարոզարշավի մեկնարկից հետո արդեն պետք է դրանք նվազեն։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ վարչախումբը վախենում է ազատ խոսքից եւ ազատ կամ արտահայտումից եւ ըստ էության քաղաքական բանտարկյալներ Նահագ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի կալանավորումը ոչ միայն իրենց ընդդիմադիր կեցվածքի համար էր, այլ ընդհանուր մեդիա դաշտի դեմ ուղղված հարձակում էր եւ այս համատեքստում ռեժիմը կարծես թե չի պատրաստում նահանջել ազատ խոսքի դեմ իր պայքարի համատեքստում։ Դե գիտեք, դա այս իշխանության պարագայում տրամաբանական է, որովհետեւ ամբողջ իշխանական, պետական, քարոզչամեքենան, լրատվական դաշտը լեցված է Նիկոլ Փաշինյանի կեղծիքների եւ ստել է տարածելուն։ Եվ ցանկացած այնպիսի խոսք լրատվական կամ հարթակ, որը մեր լայն մեր այսպես լայն զանգվածների կարող է հասանելի լինել եւ հերքումները կարող է հասանելի դարձնել, բնականաբար սա էլ արդեն մեդիա պայքարն է եւ մեդիա պայքարում պետք է փորձի անդադ ճնշում գործադրել, որպեսզի որևէ հարթակից, որևէ adekvat մարդ, գործիչ հասարակությանը չտա այն տեղեկատվությունը, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն մտցրել է արդեն վերջնական լուծարային փուլ եւ ընտրություններով սա ոչ թե լինելու է քաղաքական սովորական մրցավազք, այլ լինելու է Հայաստանի գոյության եւ չգոյության պայքար։ Այսինքն ցանկացած այսպիսի հարթակները, ցանկացած այսպիսի գործիչները սպառնալիք են Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության համար։ Հետեւաբար տրամաբանական են նրա գործողությունները։ Ես նշեցի, որ նաև հրապարակվեց տիրադավների եւ Փաշինյանի համատեղ հայտարարությունը, այսպես կոչված բարենորոգումների հարցում, հա։ Այնուամենայնիվ կան մի շարք հետաքրքիր կետեր, որոնք ցույց են դնում այդ փաստաթղթի, հա, հանցավոր բնույթ լինելը։ Մասնավորապես ազգագործան պատուասը իր ստորագրության տակ գրել է իր քաղաքական պաշտոնը, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ
փաստացի սրանով ի ցույց է դնում, որ սա քաղաքական գործընթաց է եւ նա մասնակցում է այդ գործընթացին ի պաշտոն է։ Արդյոք սա սահմանադրության խախտում չէ։ Գիտեք, առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունը խախտել է, եւ եթե հանցանքները գումարում ենք միմյանց, այդ հանցանքների հանրագումարի, այսինքն պատժաչափը ընդհանուր մինչեւ քրեական այսպես մասնագետները կգնահատեն ցմահ բանտարկություն պատժաչափը։ Ինչ կասեք, ինչ տարբերություն ցմահ այսպես բանտարկության սպառնալիքի տակ գտնվող անձի եւս 1, 2, 3 հանցագործություններով ավելացումը։ Չէ՞ որ արդյոք դա չի գիտակցում դա։ Նոր հանցանքի չկատարումը նրան չի ապահովագրում կամ ազատում հետագա ցմահ բանտարկվելուց։ Իսկ գիտակցում է թե ոչ, իհարկե քաջ գիտակցում է, դրա համար էլ այսքան շատ ամուր կարճած է աթորից։ Եվ ցանկացած ընդդիմադիր խոսք բանտարկում է, ընդդիմադիր հարթակ փորձում է փակման եզրին հասցնել, փորձում է անընդհատ կեղծիքով, մանիպուլյացիով վերարտադրվել։ Այսինքն սրանով նա իր կյանքը եւ ազատ կյանքն է անդադ երկարաձգում։ Այո, գիտակցում է։ Եկեղեցու դեմ պայքարի համատեքստում մենք ֆիքսում ենք, որ ըստ էության նա չի կարողանում զանգված մոբիլիզացնել, օրինակ բլիցկրիգ իրականացնելու համար, հա, մենք տեսանք դեկտեմբերի 18-ի փորձը, որը որ ձախողվեց ժողովրդի շնորհիվ ըստ էության, եւ ձեզ որոնք պետք է լինեն նրա հետագա քայլերը։ Տեսեք, եկեղեցին դա այն այսպես խոսույթն էր վերջին ժամանակահատվածում, որ փորձել եմ դրա մեջ ընդհանրապես ես չընդգրկվեմ, որովհետև միշտ հայտարարել եմ եւս մեկ անգամ հայտարարում եմ, եկեղեցին դա մեր հոգեվոր ընտանիքն է եւ դա ընդհանրապես քննարկման ենթակա չէ։ Հետևաբար, ինչքան մենք քիչ սնուցենք Նիկոլ Փաշինյանի օրակարգը, այնքան շատ արագ ինքը կտապալվի։ Բայց այնուամենայնիվ փորձելով պատասխանել ձեր հարցին, կարծում եմ Նիկոլ Փաշինյանը ընտրությունների գնալու ժամանակ չունի օրակարգ, չունի առաջարկ։ Սովորաբար իշխանությունները ընտրությունների այսպես մեկնարկին զուգընթաց սկսում են իրենց կատարած աշխատանքների թվարկումները, դրանց վերլուծությունները եւ հաշվետվության ներկայացումը։ 5 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ 5 տարի առաջ ստանձնել է Հայաստանի Հանրապետության կառավարումը եւ ամբողջությամբ բոլոր ոլորտներում տոտալ ձախողման է հանգել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը չի կարող, չէ՞, կամ երկու տարբերակ ունի։ Անընդհատ բացատրել հայ հանրությանը, որ ինչու է ինքը ձախողվել, եւ դա ըստ էության կարծես թե որևէ մեկին չի հետաքրքրում ինչու է ձախողել, եւ կամ շեղել հասարակության ուշադրությունը եւ գնալ այլ ինչ որ ճակերտավոր այսպես դևեր գտնել եւ դևերին ոչնչացնելու սցենարով։ Նա գնում է ընտրել է երկրորդ սցենարը։ Կարծում եմ եկեղեցու դեմ հարձակումը ակնհայտ ձախողելով երկարաձգելու է այս փուլը, երկարացնելու է եւ բերելու է եկեղեցու դեմ հարձակումը քարոզարշավի կարևորագույն էլեմենտ է դարձնելու։ Այսինքն անընդհատ հասարակության ներկայացնելու է, որ գիտեք Հայաստանի Հանրապետության վիճակը, որ այսքան վատ է, ոչ թե մեղավորը ես եմ, որ բանակը ամբողջությամբ կազմակերպեցի, որ տնտեսությունը ամբողջությամբ կազմակերպեցի, բոլոր ինստիտուտները կազմակերպեցի, այլ եկեղեցին է, որ ինքը փորձ է արել քաղաքականության մեջ ներգրավվել եւ փորձելու այս խոսույթով որոշակի քվեներ կորզել։ Ես այլ այդպես սցենարներ չեմ տեսնում, չեմ կանխատեսում ու չեմ էլ պատկերացնում ինչ կարող է անել։ Դուք նշեցիք, որ ինքը ըստ էության կազմակերպել է բանակը, տնտեսությունը։ Եթե դիտարկենք 2018-ից սկսած, հա, երբ որ նրանք խոստանում էին, որ միջին վիճակագրական քաղաքացին ավելի լավ կապրի, կենսամակարդակը ավելի կբարձրանա, սակայն մենք տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում։ Դե Նիկոլ Փաշինյանը, տեսեք, ստել է ուղղակի պարզ մանիպուլյացիա եւ կեղծիք է ներկայացրել։ Վերջին հրապարակած տվյալներով աղքատության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում 40% է։ Դա այն պարագայում, որ նվազագույն սպառողական զամբիա 80,000 դրամի շրջանակներում է, իսկ աղքատության վերին գիծը 63,000 դրամ։ Այսինքն ըստ Նիկոլ Փաշինյանի վիճակագրության 63,000 դրամից մինչև 80,000 դրամ դեռևս 17,000 դրամով պետք է ավելացվի այդ եկամուտի չափը, որպեսզի մարդիկ հասնեն աղքատության մակարդակին։ Բայց նույնիսկ այս տվյալներով երկրի բնակչության 40% աղքատ է։
Հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մեղադրել գյուղատնտեսներին, մոշ բուծողներին անգլերեն չիմանալու մեջ։ Այսինքն ասում էր, որ ձեր մոշը լավ չի աճում, դուք անգլերեն չգիտեք, դրանից է։ Հետո սկսեց կրթություն չունենալով խոսել, որ եթե դուք ձեր բարեկեցությունը չի բարելավում, ապա դա ձեր կրթության պակասից է։ Այսինքն ցանկացած պատասխանատվություն իր վրայից գցում է, այնինչ կառավարության ղեկավարի ուղղակի պարտականությունն է տվյալ երկրի բնակչության, կոնկրետ պարագայում Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության եւ անվտանգության ապահովում, այնուհետեւ առողջության, կրթության եւ այլնի ապահովում։ Ինքը այդ պատասխանատվությունը գցել է եւ երբ որ դուք ավելի այսպես ուշադիր նայեք Նիկոլ Փաշինյանի կենսագրությանը, դուք կտեսնեք, որ որևէ պարագայում որևէ պատասխանատվություն երբևէ չի ստանձնել։ Այսինքն այդ մարդու կյանքի ապրելու կարգն է, ձևն է այդպեսին։ Խաբել, փախչել, խաբել, փախչել։ Պատասխանատվությունը իր ուղիղ պարտականությունը բաշխել մարդկանց ժողովրդի վրա եւ այսպես շարունակ։ Հետևաբար ինչ է խոստացել 2018 թվականին, դրամագծորեն հակառակն է իրագործել։ Տարածքային ամբողջականությունը խոստացել էր, Արցախյան հիմնահարցի լուծումը հրապարակում քննարկել խոստացել էր, այո, միազնյա որոշում կայացրեց եւ Պրահայում հրաժարվեց Արցախից։ Այնուհետեւ Մինսկի խմբի լուծարման փաստացի լուծարում իրականացրեց։ Այնուհետև Հայաստանի Հանրապետության սահմանի հանձնում իրականացնեց, Հայաստանի Հանրապետության տարածքի հանձնում է իրականացնում, ստանձնել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոփոխելու պարտականություն, պարտավորվածություն։ Այսինքն մենք չպետք է ուղղակի քննարկենք ընդհանրապես Նիկոլ Փաշինյանին, ընդհանրապես այս անունը չպետք է տանք մենք, որովհետև ինչ ասել է, խաբել է, սա նորություն չէ որևէ մեկի համար, որ խաբել է, եւ մենք ընդդիմադիր ցանկացած ուժ պետք է գնան բացառապես իր օրակարգով եւ իր առաջարկով այսքանը։ Տեսեք, Հայաստանը ներկրվում ադրբեջանական բենզին եւ վարչախմբի ողջ քարշամեքենան լցվել է այդ երևույթը արդարացնելու եւ հասարակությանը կարծես թե փորձն անում սովորեցնել, որ պետք է համակերպվենք եւ գոյակցենք ադրբեջանցիների հետ, նախընտրի քաղաքական կողմին անդրադառնանք ադրբեջանական բենզին ներկրելու եւ տնտեսական կողմը նաեւ շոշափենք։ Տեսեք, տնտեսա-քաղաքական միանգամից պետք է հարթության մեջ դիտարկենք, որովհետեւ առանձին իրանք այդքան բացատրելի ու ընկալելի չեն։ Սրանք միասին են գործում։ Պարզ մանիպուլյացիա է Ադրբեջանի հետ իբր թե հարաբերությունների կարգավորման եւ մասնավորապես ադրբեջանական կողմի բարի կամքի դրսեւորման։ Իբր թե տեսեք, ադրբեջանական կողմը բարի կամքի դրսեւորում է ցուցաբերում եւ հայկական կողմին բենզին է վաճառում, այնուհետեւ ցորենի համար ճանապարհ է բացում եւ այսպես շարունակ։ Սա իրականում պարզ մանիպուլյացիա եւ խաբեություն է։ Մի կողմ թողնելով ադրբեջանական բենզին ասվածը որտեղի վերամշակված բենզինն է եւ այլն, չմտնենք այսպիսի տեխնիկական խնդիրների շուրջ։ Ինքը ունի երկու կարևորագույն մտահոգիչ խնդիր։ Տնտեսա-քաղաքական առումով ինչ խնդիր ունի, քաղաքական մանիպուլյացիա, տնտեսական բացասական հետևանքի ռիսկ։ Ինչ է սա Իրանից ներկայացնում։ Օրինակ Հայաստանը ներկրում է բենզին Ռուսաստանից եւ ներկրում է որոշակի չափաբաժին Իրանից։ Եթե այսպես դիվերսիֆիկացիա եւ չափականակի պատվիրման խնդիր ունի Հայաստանը, Իրանից շատ ավելի որակյալը կարող է ներկրել։ Ինչի եւ իրականում կատարում, օրինակ խոշոր կազմակերպություններ կան, որ մեծ խմբականակի պատվերներով իրենց ամբողջ վառելիքային պահուստաֆոնդը ձևավորում են հենց իրանական բենզինի եւ դիզելի հաշվին։ Անդրադառնալով Ադրբեջանից նոր այսպես ճակատ բացելու խնդրին։ Տեսեք, Ռուսաստանի հետ Հայաստանի Հանրապետությունը ունի պայմանագիր, պայմանավորվածություն եւ որոշակի քվոտա Հայաստանին մատակարարման, ինչը նշանակում է շատ ավելի մրցունակ գներով, այսինքն շատ ավելի էժան գներով Հայաստանին բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարում։ Եվ սա ունի հստակ քվոտան իրենից ներկայացնում է հստակ չափաբաժին, չափականակ։ Պայմանականորեն ընդունենք 100 տոննա տարեկան կտրվածքով։ Այսինքն 100 տոննայից պակաս պատվիրման կամ սպառման պարագայում այս գնային առաջարկը կարող է չգործել։ Սա խնդիր է արդեն, որովհետև եթե չի գործում գնային պայմանավորված այսպես ձեռբերումների քանակը, մատակարար կողմը, այսինքն ռուսական կողմը կարող է
սակագնի բարձրացում իրականացնել։ Սակագնի բարձրացում իրականացնելուց իշխանական այսպես ճակերտավոր գիտունիկները շատ դեպքերում հայտարարում են, ասում են, թե ինչ վատ բան է, որ դիվերսիֆիկացիա ենք իրականացնում, բայց Ադրբեջանի այդ դիվերսիֆիկացիա գոյություն ունենալ չի կարող ուղղակի, որովհետև Ադրբեջանը եթե բարեկամքի դրսևորում է անում եւ փող է աշխատում Հայաստանի Հանրապետության արտահանման հաշվին, միևնույն ժամանակ շարունակում է խոսույթը Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման, արևմտյան Ադրբեջան թեզերը ամբողջ աշխարհում տարածման, հայ երեխային դպրոցում նվաստեցման, այսպես կեղծ օրակարգերով կամ տեսարաններով անընդհատ ռոպագանդա եւ այլն, այսինքն Ադրբեջանը չի ցանկանում գնալ խաղաղության, վերջերս էլ իմիջիայլոց Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ աշխարհում իրավունքի ուժը արդեն տրանսֆորմացվել է ուժի իրավունքի։ Այո, դա հասկանալի է եւ դա անցալելի է, որովհետեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ այլևս գոյություն չունի, անվտանգության խորհրդի մշտական 5 անդամների աշխարհի այսպես երկրների իրավունքների պաշտպանություն այլևս գոյություն չունի։ Եվ նա դա հայտարարել էր, որ մենք գնում ենք զինվելու ճանապարհով եւ ուժով մեր իրավունքները պաշտպանելու ճանապարհով։ Նման պարագայում նորից անդրադառնալով բենզինի խնդրին, մենք ունենալու ենք ուղղակի այսպես կեղծ իմիտացիա ու անց առաջին սցենար, ուղղակի կանցնի կգնա, երկրորդ սցենարի պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակեց այս վարքագիծը, կարող ենք ունենալ ներկրվող այլ երկրների սակագների թանկացում եւ անբարենպաստ պայմաններ, որpիսի պարագայում կարող է ադրբեջանական բենզինի սակագիրը շատ ավելի բարձրանալ կամ մենք մնանք արդեն Ալիևի բարեգտության հույսին, մատակարարումների անխափանության պահպանման, օրինակ դուք պատկերացրեք եւս մեկ Աստված մի արածը ռազմական բախման դեպքում վառելիքի մատակարարումը Ադրբեջանի հույսին լինի։ Պատկերացնում եք, չէ՞, մատակարարումը ինչպես կդադարեցվի։ Գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ փուլում վառելիքի մատակարարումը դադարեցվի, ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ երկրորդ խնդիրը, այսպես շատ ավելի ինձ մտահոգում է այդ բենզինի որակական հատկանիշները։ Ես վստահություն չունեմ Հայաստանի Հանրապետության գործող պետական մարմինների պատշաճ վերահսկողության իրականացման վրա։ Եվ միշտ բերում եմ այս օրինակը, Հայաստանում նույնիսկ սննդի անվտանգություն, սննդի փորձաքննություն պատշաճ կերպով չի իրականացում, որ մնաց վառելիքային համակարգի պատշաճ փորձաքննություն իրականացվի։ Եվ մենք չգիտենք ինչ նյութեր են խառնած դրանց մեջ, արդյոք Հայաստանում պատշաճ լաբորատոր փորձաքննության է ենթարկվում ներկրվող նյութը, թե ադրբեջանականով պայմանավորված, ասում են, փորձաքննության մի ենթարկեք, ու դրանք կարող են ամբողջ տրանսպորտային համակարգի շարքից անել։ Այդ թվում ռազմական նշանակության տրանսպորտային համակարգը ու զինտեխնիկան։ Այս կարևոր երկու մտահոգությունները ես ունեմ։ Դուք նշեցիք, որ Ալիևի խոսքով այսօր միջազգային իրավունքը իր տեղը զիջել է ուժի իրավունքին։ Ընդհանրապես վերջերս մենք դրանում համոզվեցինք, խոսքը Միացյալ Նահանգների գործողություններ Վենեսուելայի դեմ, ընդ որում շատ հանդուգն գործողություն, երբ ընդհանրապես մի քանի ժամվա ընթացքում երկրի ողջ հակաօդային պաշտպանությունը շարքից հանվեց, հատուկ ջոկատայինները իրականացրեցին գործողություն եւ ըստեյության առհանգեցին Վենեսուելայի նախագահին եւ նրա կնոջը տանելով դեպի Միացյալ Նահանգներ եւ մենք նաեւ տեսնում ենք Միացյալ Նահանգների ախորժակը արդեն Գրենլանդիայի հարցում, Մեքսիկայի, Կոլումբիայի նկատմամբ որոշակի սպառնալիքներ դեն Իրանի հարցը կա եւ ֆիքսում ենք նաեւ որ նախագահ Դոնալդ Թրամփը ով եկել էր Սպիտակ տուն խաղաղության լոզունգներով արդեն որյորդ պատերազմն է սանձազերծում։ Այս պայմաններում մենք ունենք օգոստոսի 8-ի արձանագրություններ, որի շրջանակներում գործող վարչախումբը շարունակաբար դա մատուցում է որպես խաղաղության, այսպես ասած, փարոս։ Եվ ունենք իրավիճակ, երբ որ աշխարհում հարցերը լուծվում են ոչ թե դեկլարացիաներով կամ պայմանագրերով, այլ ուժով։ Հետևաբար որն է երաշխիքը, որ խաղաղություն կլինի։ Նախ չունենք այդ երաշխիքը, որ խաղաղություն կլինի, սկսենք հենց Ալիևի խոսքից։ Երկու ստորագրող կողմերը օգոստոսի 8-ի հուշագրի, այսինքն հայկական կողմ եւ ադրբեջանական կողմ, հայկական կողմի կառավարության ղեկավարը թուղթը բարձրացնում է ու ցույց է տալիս, ասում է, սա մեր խաղաղության պայմանագիրն է, Հայաստանը երբեք այսքան խաղաղ չի եղել եւ այլն, այսպես ցնդաբանություններ։ Հաջորդ ստորագրող կողմը ասում է իրավունքի ուժը այլևս գոյություն չունի եւ մենք պետք է զինվենք։
արդեն իսկ ակնհայտ է, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Առանց վերլուծության, առանց իրավական փորձաքննության ու իրավական գնահատականի, առանց որևէ տեսակ գեոպոլիտիկ վերլուծությունների արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ստում է։ Հիմական գեոպոլիտիկ վերլուծություններին։ Տեսեք, քիչ առաջ զրույցի սկզբում ասացինք, չէ՞, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ փաստացի գոյություն չունի, եւ այն երկրներն ու գերտերությունները, որոնք որ ոչ միայն իրանց պետությունների, այլ ազդեցության գոտիների եւ աշխարհի պետությունների, այսպես անվտանգության ու խաղաղության երաշխավորը պետք է լինի, իրենք անդադ ներխուժում են կատարել։ Ռուսաստանը կատարել է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կատարել է եւ փաստացի ՄԱԿ-ը արդեն պետք է այսպես կամ աստիճանաբար կգնա ազգերի լիգայի ճակատագրին միանշանակ։ Հիմա այս իրավիճակում նոր աշխարհակարգ է ձևավորվում, սա էլ է ակնհայտ։ Նոր աշխարհակարգում դեռևս որևէ մեկը չգիտի ինչ ազդեցության գոտիներ են գծվելու։ Ռուսաստանն ինչ դերաբաշխում է տրվելու, Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ազդեցության գոտիները, սահմանները որտեղով են անցնելու, ընդհանրապես Չինաստանն ինչ դերակատարում է տրվելու եւ այլն, չէ՞ որ նա էլ է հավակնում արդեն դառնալ գեոպոլիտիկ կենտրոն եւ այսպես շարունակ։ Ու նոր արդեն տարածաշրջանային կենտրոնները, տարածաշրջանային ազդեցությունները, ինչպիսին Թուրքիան է մեր տարածաշրջանում, նրանց դերն էլ կարծես թե բարձրացվել է։ Բայց որևէ մեկը չգիտի դա դուր կգա գեոպոլիտիկ կենտրոններին, թե դուր չի գա, ինչպիսի ճակատագիր կունենան նրանք։ Նման турբուլենտության մեջ խոսել խաղաղության մասին ու որևէ փաստաթղթի գոյությունը տանել դեպի խաղաղություն, սա անընդհատ մենք պետք է մեր հասարակությանը անընդհատ տեղեկացնենք, որ դա կեղծիք է եւ սուտ է, այդպիսի բան գոյություն չունի։ Դոնալդ Թրամփը ուներ ընդամենը, այսինքն ոչ միայն Դոնալդ Թրամփը, այլ բոլոր կողմերը ունեին այսպես ակնկալիքներ դրական եւ անձնական եւ պետական շահեր։ Դոնալդ Թրամփի անձնական ակնկալիք եւ շահը նա էր, որ արժանանա Նոբելյան մրցանակի, որը ձախողվեց, եւ երկրորդ Ամերիկայի Միացյալ Նահանգները տարածաշրջանում իր դիրքերը այնպիսի բարելավ, որ հետագա վաճառքի ժամանակ շատ ավելի բարձր սակագին պահանջի։ Օրինակ Իրանի հետ հարաբերությունները դեռ չգիտեն ինչ է լինելու եւ այլն, այսինքն չեն որոշել ինչպիսին կլինի, Վենեսուելայի ճակատագրին կարժանացնեն, թե այլ երկրների ճակատ, Սիրիա օրինակ կդարձնեն, սա դեռևս պարզ չէ, խմորման փուլում է, турբուլենտության մեջ է նորից անգրկնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները շահեց, որ ցանկացած խաղի պարագայում, ցանկացած առևտրի պարագայում իր դիրքերը, այսպես իր խաղադրույքը շատ ավելի բարձր է։ Ադրբեջանը ինչ շահեց։ Նա էլ է քաջ գիտակցում, որ турբուլենտ զոնայում որքան խաղադրույքը բարձրացնես, այնքան հետագայում շատ ավելի բարձր գին կպահանջես։ Եվ այո, փաստաթուղթը պոկելով ստացավ որոշակի խաղադրույքի, այսպես սակագնի բարձրացում իր մոտ։ Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ստացել։ Ոչ մի բան։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը անձնապես չստացավ որևէ արդյունք, որովհետև փաստաթղթի ստորագրում նրա վարկանիշի վրա ընդհանրապես ազդեցություն չթողեց։ Սկզբնական շրջանում 1-ից 2 տոկոսի չափով ազդեցություն թողեց, դրանից հետո նորից գահավիժեց։ Այսինքն բոլոր կողմերը գոհ են, բոլոր կողմերը ստացել են դրական որոշակի այսպես ձեռքբերումներ կամ գոնե դրանց ակնկալիքներ, որ հետագայում կարող են, հավանական է, որ կունենան ձեռքբերումներ, բայց Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չի ստացել։ Եվ այդ դատարկ փաստաթուղթը հիմա արդեն գամ նաև իրավական կողմին։ Հուշագիրը նշանակում է կողմերը պայմանավորվում են, որ ապագայում մտադիր են միմյանց հետ համագործակցել, որևէ իրավական պատասխանատվություն, որևէ պարտավորություն դրանով չեն ստանձնում։ Պատկերացրեք, որպեսզի մեր հասարակության համար շատ պարզ եւ մատչելի լինի դա, մենք երկուսով պայմանավորվում ենք վաղ ժամը 1-ին գնանք միասին սուրճ ըմպելու։ Պայմանավորվել ենք ընդհանրապես, բայց չի նշանակում, որ եթե հնարավոր լինի կգնանք։ Բայց դրա համար պետք է լինի լրացուցիչ զանգ։ Միմյանց պետք է զանգենք, ասենք, այո, հաստատում եմ, որովհետև իմ գրաֆիկի մեջ դա ես դա կարողանում եմ տեղավորեմ։ Հետո մի հատ էլ պայմանավորվենք նոր գնանք սուրճ ըմպելու։ Հիմա այն նախնական, այսպես մտադրությունների փուլում են գտնվում։ Այն պարագայում, երբ որ շատ դեպքերում Թրամփը հանդիպելուց օրինակ Ալիևին ինձ համար անձնապես վիրավորական է, հասկանում եք, իմ երկրի վարչապետի մասին են խոսում, անկախ նրանից դա Նիկոլ Փաշինյանը, թե չնայած նրանց վատը դժվար է լինի, թե այլ մարդ է։ Անձամբ բոլորիս վիրավորանքն է։ Ալիևին հանդիպելուց ասում է որ աբաթայդ կամ ասում է, չգիտեմ, Կոլումբիա, Ալբանիա պատերազմում ես կանխել եւ այսպես շարունակ։ Նման պարագայում խոսել խաղաղության մասին եւ հղումը տալ օգոստոսի 8-ի պայմանագրին, հուշագրին ներողություն, սա անլրջություն է, բայց դա այն անլրջությունն է, որ
Նիկոլ Փաշինյանը երբևէ չի կարող ամաչել։ Նրա մոտ նորմալ է դա։ Նա չունի որևէ կարմիր գիծ, չունի ամոթի զգացում եւ այլն։ Ինքը, գիտեք, նույնիսկ մենք ենք ամաչում շատ դեպքերում հերքենք այդ փաստաթղթի այդքան բովանդակային լինելը։ Դե ասում եք, դե լավ, փաստաթուղթ չկա այնտեղ, դրա ինչը հերքես կամ դրա ինչը հաստատես։ Նիկոլ Փաշինյանը չի ամաչում այդ փաստաթուղթը կարևորագույն փաստաթուղթ ներկայացնելուց։ Եվ ունենք իրավիճակ, ինչպես դուք նշեցիք, աշխարհաքաղաքական տուրբուլենտություն, ներսում իշխանություն, որը որ շարունակաբար բռնաճնշումների քաղաքականություն է իրականացնում, նաև հասարակության նկատմամբ ստի եւ մանիպուլյացիայի քարոզություն է իրականացնում, որը պետք է լինի հասարակության անելիքը այս տարվա կտրվածքով։ Հասարակության անելիքը երբևէ այսքան պարզ չի եղել, որովհետև հասարակությունը ունի ընդամենը 5 ամիս ժամանակահատված հերթական ընտրություններին մասնակցելու։ Եվ երկու կարևորագույն անելիք ունի հասարակությունը։ Առաջին հերթին մասնակցի ընտրություններին, որովհետև ինքը պետք է գիտակցի, հասարակությունը պետք է ընկալի, որ ինքն է որոշում Հայաստանի ապագան։ Հասարակությունը յուրաքանչյուր հասարակության անդամ պետք է հասկանա, որ ինքն է Հայաստանը, անձամբ ինքն է Հայաստանի Հանրապետությունը եւ մասնակցի ընտրություններին։ Դրանից հետո արդեն այսպես որպիսի ես այդպես մեր քարոզը չանեմ, ասեմ ընտրեք Հայաստանը, ես եմ նախաձեռնությանը կամ դաշինքին հետագա, այլ իր կողմից հավատալիային ուժին, որի ծրագրերը իր համար ավելի արժանահավատ են, ավելի ընդունելի են, բայց ոչ երբևէ Նիկոլ Փաշինյանին եւ նրան սատարող այսպես սատելիտ ուժերին։ Նման պարագայում Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրապես կհաղթի 2026 թվականին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Հայաստանի ես եմ նախաձեռնության հիմնադիր Նայիրի Սարգսյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։